Քննչական կոմիտեն հանգստյան օրով ծանուցել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին, որ որպես մեղադրյալ ներկայանան նախաքննական մարմին։ Ըստ փաստաբանների եպիսկոպոսները մեղադրվում են դատարանի ակտը չկատարելու կամ խոչընդոտելու մեջ։ Բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ որպես խաբման միջոց է ընտրվում բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ Մասյացյոտնի թեմի արդեն նախկին առաջնորդին կարգալույծ անելուց հետո քննչական կոմիտեն բարույթ է նախաձեռնել եկեղեցու դեմ դատական ակտ չկատարելու համար։ Այսօր կոմիտեում հարցաքննվել են Սունյաց եւ Գուգարաց թեմի առաջնորդները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար Տեր Մովսես Քահանա Սահակյանը։ Ավելի ուշ հարցաքննության են եկել Նաթան, Վահան, Հայկազուն եւ Մուշեղ Սրբազանները։ Այս ճշտումները ձեզ ինչ կարող են տանել։ Դրա։ Ճամբար փոխել։ Իհարկե ոչ։ Ինչ անցնացում ճամբար փոխել։ Ուխտադրուժ լինել ինչպես գնացած է։ Ես ուխտ եմ արել, Միշմա Սուրբ Սեղանի առջև ծնկի եմ եկել եւ Սուրբ Էջմիածնի զավակ եմ եւ երբեք իմ ուխտը չեմ դրժել։ Անգամ մահի գնով։ Սուրբազան ինչ ճշտում, երբ որ երեք Սուրբազանը արդեն Չատված Արմասարյանը դատարան է դիմել իրեն վերականգնելու։ Այսինքն սա աննախադեպ է այն առումով, որ հիմա նախադեպ թեմերի առաջնորդը դա վերականգնի, այսինքն մեր եկեղեցական հարցերի ձեզ համար, այսինքն ենթադրենք դուք եք թեմի առաջնորդը։ Ես դատարան չէի տա, որովհետեւ մենք ուխտ ենք արել անվերապահ հնազանդություն ամենայն հայոց հայրապետին, ով կլինի հայրապետ այդ ժամանակ, մենք պետք է ենթարկվենք եւ հնազանդության ուխտը պահենք։ Իսկ այս քայլերը ընդհանրապես ինչու են իրենք իրականացնում, որն է նպատակը հիմնական։ Եկեղեցին լրացնել, վախեցնել, բռնաճնշումներ, ուրիշ ոչ մի բան։ Այս վերջին շրջանում այնքան ինչքան հոգևորականներ այս դուրը բացեցին ու մտան ներս ու դուրս եկան, դա ուղղակի աբսուրդ է, մեր երկրում հանցագործներ չկան։ Մենք պիտի որպես մեղադրյալներ գանք այս դուրը բացենք մտնենք ներս։ Միքայել Սրբազանը պիտի գար մտներ ներս։ Մենք պիտի մտնեինք Արագածոտնի 12 քահանաներ պիտի ինչ-որ գործերով քննչական մարմիններ գնային, հա, կարող է ինչ-որ բարձ սխալ ասեմ, կներեք, բայց հիմա իմ հարցը հետևյալն է. այս երկրում հանցագործություն ուրիշ չկա, բացի եկեղեցական լինելուց։ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին պաշտպանության նախարարի որոշումից հետո այսօր Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ հերթապահություն են իրականացրել ռազմական ոստիկանության աշխատակիցները։ Եկեղեցու գնդերեց Տեր-Պսակին ոստիկանները որևէ պարզաբանում չեն տվել, հորդորելով պարզաբանումների համար դիմել իրենց վերադասին։ Նախարարությունից պարզաբանել են Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է։ Սուրբ Աստվածածին եկեղեցին Քանաքեռի 2019 թվականին Վեհափար Հայրապետի տնօրինությամբ որպես եկեղեցի, որ պիտի հոգար զինվորականների հոգևոր կարիքները հանձնվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը եւ ենթադրում են, որ իրենք մտածում են, որ եթե հանձնվել է բանակի հոգևոր կարիքները բավարարելուն, ուրեմն ենթադրում են, որ մտածում են իրենց։ Բայց իրականության մեջ եկեղեցու սեփականատերը Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է, եկեղեցին ուղղակի որպես կառույց, որպես տաճար բավարարում էր նաև բանակի հոգևոր կարիքները, անշուշտ նաև աշխարհիկ քաղաքացիական անձինք են այստեղ հաճախում եւ մասնակից լինում արարողություններին, Սուրբ Պատարագին, ժամերգություններին։ Երևանի ռեստորաներից մեկում երեկ կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստեղծած բենդի առաջին համերգը։ Վարչաբենդի համերգին ներկա է գտնվել ՔՊԻ ամբողջ վերնախավը անկախ տարիքից, իսկ միջոցառման հաղորդավարը եղել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Դիսկոտեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանը թմբուկ է նվագել, իսկ բենդի անդամները կատարել են նրա հեղինակային երգը, իսկ վերջում արդեն եղել է DJ, հնչել է Ռավիզ երաժշտություն։ Այսօրվա փարթին ինչպիսին է ձեր լուքը կարող ենք տեսնել։ Շատ գնահատենք ձեր լուքը։ Այլու։ Ոսկե փայլ։ Այդպես։ Ձեր էլ կարող ենք տեսնել ինչպես լուքը։ Մոտավորապես ինչքան արժին է ձեր լուքը։ Չեմ կարող ասել։ Բրենդային հագուստներ եք կրում։ Այդպես բրենդինգ չենք հետևել, աշխատել ենք ներքաճաշակություն բերել դասական ոճի մեջ։ Իսկ հայլերի մեջ ենք, որովհետև դից երեկույթ է, ու դից ոնց որ հայլային ուզեցինք լինել, մենք նա փայլում, ես եմ փայլում, այդպես։ Իսկ այն յարիթ ունեցել եք վարչապետին տեսնելու կամ շփվելու։ Անձամբ, Իջիղանում։
Իջևանում գինու փառատոն էր, այնտեղ ներկա են գտնվել անձամբ, նկարվել ենք հետը շատ մտերիմ միջավայրում, հաղորդակցվել ենք իրեն հետ։ Դուք որտեղից եք եկել ներողություն։ Երևանից։ Եվ մի ճշտող հարց էլ, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասել, որ երիտասարդներին է հրավիրում, օրինակ տարիքային սահմանափակումների հետ կապված, որևէ խնդիրներ չեն առաջացել գրանցման պահին կամ ինչպես։ Պատկերացրեք, որ ոչ, չեն առաջացել, մենք անմիջապես հերթագրվեցին, 2 օր հետո մեզ զանգահարեցին աշխատակազմից եւ ասացին, որ շնորհավորում ենք ձեզ, դուք այն երջանիկներից եք, որ այսօր կարող եք մասնակցել ցուցարմանը։ Դուք որտեղից եք եկել։ Երևանից։ Որտեղ եք աշխատում, որտեղ եք։ Հիմա դասախոսում եմ, Որտեղ։ աշխարհում։ Արդյոք քաղաքական գիտությունների թեկնածու, տնտեսական գիտությունների կարևոր է ով ես։ Հետաքրքիր է ինչ տեսակի մարդիկ են այստեղ։ Ես երկար տարի պետական կառավարման Կներկայանեք։ դա անել եմ ես դատվել։ Երբեմն է այսքան մոտի գերիի ղեկավարների հետ չենք շփվել, առիթ չենք ունեցել նման միջոցառումների մասնակցելու։ Դուք աշխատում եք որևէ տեղ։ Այո, Որտեղ։ կոնֆիդենցիալ է։ Այսօր պայթյուններ են որոտացել Իրանի երկու քաղաքում Բանդար Աբասում պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել եւս 14-ը վիրավորվել են։ Երկրորդ պայթյունը եղել է Ահվազ քաղաքում, այստեղ 4 մարդ է մահացել։ Իշխանությունները բացառել են արտաքին միջամտությունը։ Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաեւ Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 1-ի գիշերը եւ առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, մինչեւ 5 շաբթի տեղումները կպահպանվեն։